Հարգելի հայրենակիցներ, այդքան որ հարցնում եք ինչ ա եղել, ինչ են դրանք էլի ակտիվացել, ուզում եմ ստեղից միանգամից պատասխանել։ Ակտիվանալու պատճառը մեկն է Ռոբերտի որդի Լևոն Քոչարյանից ընդդիմության առաջնորդի կերտման գործընթաց։ Այստեղ գալիս է փորձում է տենց ուժեղ տղամարդու կերպար իր համար կերտել, բայց ես այդ ուժեղ իսկական տղամարդու կերպարի իր պատկերացման հետ շատ անհամաձայն եմ։ Որովհետև ուժեղ եւ իսկական տղամարդը չի կարող ինչ-որ բան խոսալ, հետո թաքնվել կանանց թիկունքի ետևում ու թռնել դահլիճից։ Բացի դա նաեւ իմացա, որ շենքից էլ թռավ, ոչ միայն դահլիճից թռավ, բայց այստեղ ես ուզում եմ մեր ընդդիմադիր պատգամավորներին հարց տամ, լավ, դուք չեք ամաչում, որ ձեր մանդատը վերցրել եք եւ ընդամենը Ռոբերտ Քոչարյանի որդու համար թիկնապահ եք աշխատում։ Այստեղ հնարավոր է շատերը տեսած չլինեն մեզ լսողներից, ասես կալցո օպերացիա մի անգամից կազմակերպեցին, երբ որ Լևոն Քոչյանը դուրս եկավ, հա, զգացին որևէ վտանգ, ուրեմն այդ ոսկե հորթի կամ ոսկե ցլիկի համար, կալցո օպերացիա հաստատ կազմակերպված էր, դասերի էին գնացել, որ հանկարծ նրա մազը չծրվի ու ջանդամ թե իրանց ինչ որ մի բան չի լինի։ Իսկ կանայք բացի թիկնապահները մեկ այլ գործառույթ եւս ունեն, պարզվում է։ Նրանք ուրեմն Լևոն Քոչարյանի օպերատորներն են, որոնք այդ ընթացքում նկարում են, թե ինչպես է խիզախաբար այդ բանը ոսկե ցլիկը հայհոյանք տալիս մեջքի ետևից իր գործընկերների ու փախնում, բայց այս տեսանյութը, որ նկարում են, իրենք նաև հրապարակում են, հասկանում եք, որտեղ համարում են, որ դա իսկական տղամարդկության նշան է։ Բայց ես չգիտեմ իրանք ինչպիսի պատկերացում ունեն իսկական տղամարդու համար, բայց օրինակ նորմալ մարդկանց համար իսկական տղամարդը, լավ տղամարդը, դա այն տղամարդը, ով պատասխան է տալիս իր ասածների եւ արածների համար, նախ եւ առաջ, եւ ոչ թե ասում ու ճողոպրում է, որ բան չլինի։ Իսկ հայհոյանքը դա առհասարակ մանկության տարիքում չստացած դաստիարակության արդյունք է։ Եվ քանի որ մանկությունից ենք խոսում, ուզում եմ հարգելի գործընկերներ, մենք Լևոն Քոչարյանի պահվածքին դիտենք իբրև մանկական տրավմայի, որովհետև բռնարարի ընտանիքում մեծացած երեխան կարող է նման դրսևորումներ ունենալ եւ նրան պետք է ոչ թե կոշտ, այլ բժշկական միջամտությամբ օգնել։ Այդ որ կամ ասում է բանը, այս աթոռից ներքև եմ շպրտելու բան, այս ասում եմ դա արյան մեջ գենետիկ մակարդակով եկած բան է, իշխանությունը զավթելու, ինչ որ բան խլելու, դա բան է, մոլուցք է այս մարդկանց մոտ, ինչպես իր պապան է միշտ խլել, իշխանությունը, ունեցվածքները եւ այլն, այդպես էլ իրեն գենետիկ մակարդակով փոխանցվել է, դրա համար ուզում է պաշտոնային աթոռից ներքև շպրտել եւ միգուցե հույս ունենալով, որ այդտեղ պետք է նստի։ Նաև բայց ես ուզում եմ Ռոբերտ Քոչարյանին դիմել ու ասել, պարոն Քոչարյան, մենք պետք է մեր կյանքն այնպես ապրենք, որ որևէ փուլում մեր երեխաները չամաչեն, որ իրենց հայրանունը կրում են, հա, օրինակ ձեր որդին ձեր հայրանունն է կրում։ Այս վերջի 2 օրը հատկապես Լևոն Քոչյանը անընդհատ հա ու նաև ֆրակցիան քննադատում է, որ մենք Ռոբերտ Քոչյանի որդիով ենք դիմում, եւ սա լավագույն պատասխանն է Ռոբերտ Քոչարյանին իր արածների համար, որ իր որդին խուսափում է հոր անունը կրել կամ նույնականացվել հոր հետ։ Քիչ առաջ էլ լրագրողներին ասել է, որ ես Լևոն Քոչարյանն եմ եւ ինձ այդպես պետք է ճանաչեն, ուզում եմ ասել, պարոն Լևոն Քոչարյան, քեզ հիշում են 2 կերպ, կամ Ռոբերտ Քոչյանի որդի, կամ մաքսիմում Սիրուշոյի ամուսին։ Այդ 2 կերպով են քեզ հիշում դեռևս, բայց դեռ ոչինչ կորած չէ, կարող ես ինքդ քո անունը կերտել։ Եվ վերջում ուզում եմ ասել, պարոն Լևոն Քոչարյան, արժեր արդյոք ինչ է թե դու ազատության մեջ լինես, այդ 3-4 պատգամավորին ցուցակից հա ստիպել, որպեսզի մանդատից հրաժարվեն, որ դու գաս պատգամավոր ու այս ամեն ինչի հետ առերեսվես ամեն օր, բայց նաև ուզում եմ շեշտել, որ դու ինքդ ես որոշել այս ամեն ինչի հետ առերեսվել եւ հրահրում ես, որ անընդհատ լսես այդ ցավալի փաստերը քո կյանքի հետ կապված։ Շնորհակալություն։